Ինչպես արդյունավետ օգտագործել Claude-ը առանց լիմիտները գերազանցելու։ Ոնց մյուս բոլոր LLM-ները, Claude-ն էլ իր հերթին ունի իր մեծ, միջին ու փոքր մոդելները։ Ստանդարտ մոդելը, որով հավանաբար աշխատել եք, եթե ոչինչ չեք փոխել համակարգում ինքներդ, կոչվում է Sonnet։ Այս մոդելը շատ նպատակահարմար է ստեղծագործական աշխատանքների ու միջին խորության վերլուծական աշխատանքների համար։ Օրինակ, ռազմավարությունների քննարկում, նոր տեքստերի ստեղծում ու արդեն ստեղծված աշխատանքների վերանայում։ Ավելի փոքր հնարավորություններով մոդելը Haiku-ն բավականին լավ է աշխատում տեքստերից ինֆորմացիա հանելու, վերակազմակերպելու, դասակարգելու համար։ Այս մոդելը լավ չի աշխատում ստեղծագործ աշխատանքների համար։ Opus-ը Claude-ի ամենաուժեղ մոդելն է, որը կարողանի նախկինում քննարկված բոլոր առաջադրանքները էլ ավելի բարձր որակով։ Բայց նպատակահարմար է Opus-ով անել այն task-երը, որոնք պետք է բաժանել մասերի, ամեն մասում կատարել խոր վերլուծություն ու համադրել արդյունքները։ Բայց պետք է հիշել, որ այս բարձր որակը գալիս է մեծ ծախսերով կամ բաժանորդագրության պարագայում լիմիտների շուտ հասնելով։ Դրա համար ես խորհուրդ եմ տալիս օգտագործել ճիշտ մոդելը համապատասխան առաջադրանքի համար։ Իսկ դու գիտեիր այս մոդելների տարբերությունների մասին։ Եթե ոչ, փորձիր ու կիսվիր մեկնաբանություններով։